Ողջույն սիրելի հետևորդներ, եկել եմ ձեզ ցույց տալու հապալասների համար այն տորֆը, որի մեջ մենք պատրաստվում ենք տնկել մեր հապալասները եւ արդեն ասեմ, որ մեկ պարկ արդեն սրանից օգտագործել ենք նախորդ տնկման աշխատանքների համար, սա արդեն երկրորդ պարկն է, 300 լիտրանոց տորֆ է, ագրոբալտ տեսակի, սա դրսից ենք ստացել, պատվիրել ենք դրսից, ուրեմն ցույց տամ ձեզ սրա pH-ը, այստեղ կարող ենք տեսնել, որ pH-ը 3.5-ից մինչև 4.8 է, սա հիանալի հողախառնուրդ է հապալասների տնկման համար, հիմա բացենք, տեսնենք պարունակությունը, որ ձեզ համար էլ պարզ լինի, Սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, սա մեզ բոլորիս հայտնի Հայաստանում եղած տորֆերը, որոնք որ ունենք, դրանց նման տորֆ չի, սա բոլորովին այլ բաղադրությամբ, այլ կազմությամբ տորֆ է, արդեն ինքը պատրաստ է և հենց այսպես կարելի է սրա մեջ միանգամից տնկել հապալասները։ Նշեմ, որ այս հողախառնուրդին կարող եք ավելացնել նաև թեփ, մաքուր թեփ եւ նաև փշատերևների մնացորդներ։ Հիմա ես ձեզ ցույց կտամ մոտավորապես ինչ մնացորդների մասին է խոսքը։ Ահա սիրելի հետևորդներ, սա արդեն նշված տորֆը խառնել ենք փշատերևների հետ եւ ունենք այսպիսի զանգված։ Հենց սրա մեջ էլ ուղղակի տնկում ենք, ինչպես տեսնում եք, սա նախորդ տնկածներն ենք, որոնք վերատնկում ենք, վերևի հատվածում, եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ թեփի մնացորդներ են, իսկ ներքևում արդեն փշատերևների եւ նշված տորֆի հողախառնուրդի, այսպես ասած, համադրությունն է։ Ահա այստեղ արդեն տնկել ենք։ Այսքանը սիրելի հետևորդներ, հապալասների հողախառնուրդի մասին, հետևեք մեր տեսանյութերին, որպեսզի բաց չթողնեք նաև հաջորդ տեսանյութերը, եւ տեսնենք ինչ կստացվի։ Այսքանը, կհանդիպենք։